Գրեթե իմ բոլոր վիդեոներում խոսում եմ իմ ստրատեգիաների մասին, խոսել եմ արդեն top 3 տարածված սխալների մասին, ստրատեգիաները պետք է սովորել եւ յուրացնել, իսկ սխալները շտկել եւ չկրկնել։ Այսօր ցանկանում եմ խոսել top 4 թրեյդերների տեսակների մասին, որպեսզի դուք եւս տեսնեք, որ տեսակին եք պատկանում եւ եթե կան ինչ-որ շտկել ուղղելու բաներ, բնականաբար պետք է դրանք ուղղել։ Ընկերներ ջան, ասեմ, որ սխալ թրեյդերների տեսակները, որոնք որ առանձնացրել եմ, իմ 5.5 տարվա պրակտիկայի արդյունքում հանդիպած եւ մաքսիմալ գլոբալիզացված թրեյդերների տեսակներն են, այսինքն մանրամասն կան բնականաբար բազմաթիվ թրեյդերներ, մաքսիմալ գլոբալիզացված ցանկանում եմ այսօր խոսել այդ թեմայով ընկերներ ջան։ Ուրեմն տեսեք, առաջինը տեսակի թրեյդերները ընկերներ ջան, դրանք այն թրեյդերներն են, ովքեր որ վերաբերվում են թրեյդինգին եւ այս ամեն ինչի որպես կազինոյի, այն թրեյդերները, ովքեր որ գալիս են այստեղ մաքսիմալ արագ հարստանալու, մաքսիմալ արագ գումար աշխատելու, այսինքն նրանք գիտեն, պատկերացում ունեն, որ տգալ բրոկերը բավականին հարուստ բրոկեր է ու կարող են, չգիտեմ, որոշակի հաշված րոպեների ընթացքում կամ սահմանափակ քանակությամբ գործակների միջոցով աշխատել տասնյակ հազարավոր դոլարներ ընդամենը այս երկու կոճակների միջոցով, որոնց հետևում արդեն կա մեծ հարստություն, ճիշտ սեղմելով այս երկու կոճակները ընդամենը 7 հաջորդականությամբ կարելի է, չգիտեմ, $1000 դարձնել $100,000 եւ ավել ընկերներ ջան, այսինքն այս մարդիկ հիմնականում տրամադրված են արագ հարստանալու, տվյալ մարդիկ ընկերներ ջան, ասեմ, որ բավականին լավ պատկերացում ունեն ընդհանուր թրեյդինգի մասին, կարող են նույնիսկ դառնալ շատ լավ թրեյդերներ, ինչու, քանի որ նրանք ունեն բավականին հարուստ փորձ, նրանք վախերը, ֆինանսական կորուստները արագ հաղթահարում են եւ անցնում են առաջ ու այդ ընդհանուր իրենց գործողությունների պտուղները դրանք դա նաեւ որ իրենք ունեն ռեալ դեպոզիտով աշխատելու մեծ փորձ, չունեն վախեր ընդհանրապես կորցնելու եւ շահագրգռված են մեծ գումարներ աշխատելու, սակայն նրանց այդ վերաբերմունքը այս ամեն ինչին, այդ ազարտային մոտեցումը որպես կազինո այս ամեն ինչին վերաբերվելը ու արագ հարստանալը, մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ արագ աշխատելը նրանց թույլ չի տալիս, որպեսզի նրանք աշխատեն ընկերներ ջան։ Երկրորդ տեսակը դրանք անվանել եմ ամենախելացիներ, այսինքն որոնք են ամենախելացիները ընկերներ ջան, հիմա ասեմ։ Ամենախելացիները դրանք այն թրեյդերներն են, ովքեր որ եկեք այստեղից ես գործակ բացեմ, եկեք այստեղից դեպի ներքև բավականին լավ սիտուացիա կա այստեղից գործակ բացեմ, ամենախելացիները դրանք այն տեսակի թրեյդերներն են, ովքեր որ գալիս են թրեյդինգ, նրանք մտածում են, որ նրանք ընտրյալներ են, ամենախելացիներն են, չգիտեմ, գեր ուղեղներ են ու եթե օրինակ տեխնիկական անալիզի բազային գիտելիքները տրված է, որ միջին ու մարդիկ կարող են յուրացնել մեկ ամսում են ամենաբազային գիտելիքների մասին է խոսքը ընկերներ ջան, տրենդ, ուռովեն, կորեկցիա, իրենց դա պետք չի կամ իրենք դա անելու են մեկ շաբաթում, երկու շաբաթում, եթե օրինակ ինչ որ ֆունդամենտալ անալիզ գոյություն ունի ու այդ ֆունդամենտալ անալիզը պետք է յուրացնել, իրենք մտածում են, որ դա իրենց պետք էլ չի ու չեն էլ սովորում, անտեսում են, եթե օրինակ տրված է, որ դեպոզիտի ռազգում պետք է արվի, դեպոզիտը պետք է նորմալ դեպոզիտ լինի, որպեսզի կարողանա օպտիմալ մինիմալ դեպոզիտ օրինակ $1000-ն է, որից կարելի է ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի բան ստեղծել, նրանք այնուամենայնիվ մտածում են, որ կարող են $5-10 դեպոզիտով կամ չգիտեմ ընկերներ ջան $20-30 դեպոզիտներով հասնել տասնյակ հազարավոր դոլարների եկամուտի աղբյուրի ստաբիլ, դրանք ընկերներ ջան, չգիտեմ անհնար են թրեյդինգում, եթե հնարավոր են տեսականորեն հնարավոր են գործնականում անհնար, 1-ից միլիոն է հավանականությունը նման բաներ որպեսզի լինեն, այդ իսկ պատճառով անվանել եմ այս կատեգորիան ամենախելացիներ։ Երրորդը ընկերներ ջան, ինչպես տեսնում եք, դե չորրորդը բնականաբար
ըստ իմ կարծիքի ամենատարածված ու ամենաճիշտ մոտեցումն է լինելու ընկերներ ջան երրորդը մոտիկա 4-ին, քանի որ երրորդից 4 ընդամենը 1 քայլ է բաժանում տվյալ թրեյդերներին արդեն պրոֆեսիոնալ թրեյդերներ դառնալու։ Երրորդ թրեյդերները դրանք սիրողական թրեյդերներ են, ընկերներ ջան, ովքեր են այս թրեյդերները։ Սրանք այն թրեյդերներն են, ովքեր որ նրանց դուր է գալիս ընդհանուր այս ամեն ինչը, այս պատկերը տեսնել իրենց համակարգչի էկրանին, հեռախոսի էկրանին, այս մոմերը, ընդհանուր այս ընթացքը, ընդհանուր աշխատանքի գեղեցիկը նրանց համար սիրուն է ու նրանց դուր է գալիս, նրանք սիրահարվում են այս ամեն ինչին ու ցանկանում են այստեղով աշխատել, ցանկանում են ուսումնասիրել, որ իրենց աշխատանքը կողքից ունենա այս տեսքը, իրենց համար սա դուր է գալիս այս ամեն ինչը, նրանք եւս սկսում են ուսումնասիրել, սովորել, ճիշտ մտածել, ճիշտ նպատակներ սահմանել, սակայն մեկ բան է բաժանում նրանց թրեյդեր դառնալուց, դա ընկերներ ջան նա է, որ նրանք հանձնվում են, այսինքն ունենալով նույնիսկ ես տեսնում եմ երբեմն թրեյդերներ սիրողական, ովքեր որ գալիս են այս ամեն ինչը իրենց դուր է գալիս, նրանք սկսում են սովորել, անում են որոշակի փորձեր, ռեալ դեպոզիտով աշխատելու փորձեր, սակայն հենց առաջին ձախողումից հետո նրանք այս ամեն ինչը թողնում են, կոպիտ ասած հանձնվում են, հիասթափվում են եւ դուրս են գալիս ընկերներ ջան թրեյդինգից 2 շաբաթ հետո կամ 1 ամիս հետո կրկին առաջանում է հետաքրքրություն, կրկին այդ իրենց մեջ սերը դեպի թրեյդինգ արթնանում է, վեհիշում են, կրկին գալիս են, անում են որոշակի փորձեր, կրկին չի ստացվում եւ վերջնական արդեն կարող է դուրս են գալիս թրեյդինգից, այսինքն չունեն իրենց մեջ այդ վերջնական վառվող ցանկությունը նպատակասլաց, ոչ թե նրանք նպատակասլաց չեն, նրանք կարող է նպատակասլաց են այլ բնակավարում։ Ուղղակի թրեյդինգում նրանք վերջնական այսպես չեն որոշել վերջնական իրենց գործունեությունը, իրենց դիրքը այստեղ, իրենց ցանկությունը, որ եւ վերջնական նրանք մինչեւ վերջ չեն գնում ցավոք սրտի, ուղղակի սիրողական զբաղվում են, նրանց դուր է գալիս եւ զբաղվում են։ Չորրորդը ընկերներ ջան դրանք արդեն ապագա պրոֆեսիոնալներն են, դե բնականաբար 3 top 3 կատեգորիաները խոսեցի, սրանք ավելի շատ այն մարդիկ են, ովքեր որ թրեյդինգում այդքան էլ ապագա չունեն, չորրորդը արդեն ապագա պրոֆեսիոնալներն են, ընկերներ ջան, սրանք այն թրեյդերներն են, ովքեր ըստ ինձ, սա իմ կարծիքն է, այս ամբողջը իմ սեփական կարծիքն է, չորրորդը դրանք ապագա պրոֆեսիոնալներն են, այսինքն այն թրեյդերները, ովքեր որ եւս նախ եղել են սիրողական, ունեն հետաքրքրվածություն, սիրում են, ունեն վառվող ցանկություն, բայց հենց առաջին ամիսներից արդեն ունեն ճիշտ նպատակ։ Նրանք ձգտում են դառնալ պրոֆեսիոնալ թրեյդեր, նրանք ցանկանում են բացել այսպես, երբ բացեն իրենց, չգիտեմ, այս ստատիստիկան ընկերներ ջան, նայեն այս ստատիստիկային ու ստանան բավականություն։ Իսկ արդեն գումարը ընկերներ ջան, դա իրենց աշխատանքի արդյունքն է։ Նրանք ունեն նպատակ դառնալ թրեյդինգում լավագույններից մեկը։ Եթե ոչ առաջինը, ապա լավագույնը, ունենան գեղեցիկ ստատիստիկա, թեկուզ դեմո հաշվով, այստեղ դեմո հաշվով ունենան գեղեցիկ ստատիստիկա, աշխատեն, իրենք իրենց ստատիստիկայից ստանան մեծ բավականություն, հաճույք, ունենան նպատակ յուրացնել այս մասնագիտությունը, դառնալ այս մասնագիտությամբ աշխատող մարդ։ Ընկերներ ջան, սա հենց չորրորդ կատեգորիայի տեսակի թրեյդերների մասին է։ Այս թրեյդերները տարբերվում են սիրողականներից, որովհետև սրանք չեն հանձնվում։ Շարժվում են առաջ, լինում են հիասթափություններ, ձախողումներ, մինուսներ, ֆինանսական կորուստներ, էմոցիոնալ անկայունություն, սակայն չնայած այդ ամեն ինչին, նրանց մոտ հիասթափությունը ու այն մնացած ամեն ինչը, որը որ թվարկեցի, տևում է ընդամենը 2 օր կամ 1 օր ու հաջորդ օրը արդեն այդ 2 օրերից հետո նրանք շարունակում են նույն տեմպերով առաջ շարժվել, յուրացնել, չդադարել, փորձել, կրկին ձախողվել, կրկին փորձել ու վերջնական տրամադրված են մինչև վերջ շարժվելու։ Ընկերներ ջան, սրանք 4 տեսակի գլոբալիզացված տեսակներն են բնականաբար, փորձեք հասկանալ, որ տեսակին եք դուք պատկանում, ինչ
ինչը պետք է ձեզ ուղղել, քանի որ այստեղից սկսած մինչև այստեղ արդեն աստիճանաբար կարելի է իջնել։ Ես պատահական չեմ այս դասավորվածությունը արել, այստեղից հենց դեպի ներքև կարելի է իջնել մինչև ապագա պրոֆեսիոնալ թրեյդերի։ Ընկերներ ջան, փորձեք հասկանալ, որ տեսակին եք դուք պատկանում, ինչը պետք է շտկել, որ էտապի վրա եք դուք գտնվում։ Եթե կլինեն հարցեր, բնականաբար կարող եք ինձ գրել, դիմել, կօգնեմ, կբացատրեմ։ Ընկերներ ջան, ովքեր որ ցանկանում են միանալ, մենք ունենք թիմ, որտեղ որ կարող եք կրկնել իմ գործարքները, ամենօրյա իմ գործարքները, որոնք որ ես աշխատում եմ իմ սեանսների ժամանակ, կիսվում եմ այնտեղ եւ դուք էլ բացում եք ինձ հետ միասին, ովքեր որ ցանկանում են միանալ, կարող եք գրել ինձ միանալ, երթևում կլինի լինքը, մեր թիմի լինքը, ընկերներ ջան, իսկ հետագա ապագա վիդեոները, հետաքրքիր վիդեոները բաց թողնելու համար շուտով սկսելու եմ կարեկցիայի հաշվարկ, թեման շատ կարևոր թեմա է ընկերներ ջան, դա թրեյդինգում, բաժանով թագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց թողնեք։ Հաջողություն։